Բարի երեկո սիրելի բարեկամներ, բարի երեկո հարգելի հեռուստադիտողներ։ Ներկայացնում եմ իմ այսօրվա հյուրին, Նայիրի Պարային ստուդիոյի գեղարվեստական ղեկավար Լիլի Կարապետյան։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Համեցիր նստի Լիլի ջան։ Բարև Լիլի։ Հազար բարի։ Լիլի ջան ոնց ես։ Անտիր։ Էլ ջան, ես գիտես, երկար ժամանակ է ուզում եմ որ դու գայիր անպայման լինեիր, որտեղ բավարար բոլոր պարային ովքեր ստուդիոներ, խմբեր, դպրոցներ ունեն, ակադեմիան, բոլորը եկել են մնացել էիր դու, ես շատ էի ուզում որ դու գայիր։ Ես այսօր շատ ուրախ եմ որ դու իմ տաղավարի հյուրն ես։ Շնորհակալություն հրավերքի համար, անչափ։ Իջան, կուզեմ մի փոքր պատմես քո մասին։ Պատմեմ։ Միշտ ասում եմ, ես չծնված ապրել եմ։ Մամայի փորիկում։ Ուրեմն ծնվել եմ արվեստագետների ընտանիքում։ Մամաս պարուհի, պապաս պարող, հորեղբայրս, քեռիս, տատիկս, բոլորը պարող են։ Ժաննա Խաչատրյան, Լուիզա Խաչատրյան, Սամվել Կարապետյան, Սուրեն Կարապետյան, քեռին Ալեքսանդր Խաչատրյան։ Մի խոսքով, ծնված եք ձեր ընտանիքով ապրելու համար։ Ծնվեցի ուրեմն շատ կարճ երևի 4 տարեկան, հա, արդեն ժամանակ մաման տարավ ինձ Պարի տեղ ընդունեց, ուրեմն ընկեր ծերունի, ընկեր Յոսիկի մոտ, այնտեղ ապրելուց երևի Ծերունը, արծերունը։ Ընկեր ծերուն, ճիշտ ասած Կաբելի գործանում էր ինքը մի ժամանակ ապրում, հա։ Արծերուն։ Գիտեք որտեղ էր դպրոցում էր դասավանդում, կոլոտ տղամարդ էր։ Ես շատ մոտիկ եմ եղել իր հետ, շատ։ Հա, իրանց մոտ եմ ապրել եւ երևի թե ուրիշ տարբերակ չունեի։ Պարարվեստի ուսումնարան պետք է ընդունվեի։ Գնացինք, ընդունվեցինք պարարվեստի ուսումնարան։ Ուրեմն 100 հոգի երեխայա կանգնած, 100 հոգուց ընտրեցին 8 հոգի, որից մեկը որ ես էի։ Ժողովրդական պարի բաժին ընդունվեցի։ Շատ լավ տարիները, շատ սենց ես բախտ եմ ունեցել ինձ դասավանդելա Տերեզա Գրաչիվնան, Ռիմա Խաչիկովնան, Նելի Սերգեևնան, որ խոնարհվում եմ իր առջև, միջև այսօր ես ունեմ իր ձեռագիրը։ Շատ լավ գիգանտ, այսպես ասած, մասնագետների ձեռքն ենք եղել։ Մի խոսքով ավարտելով պարարվեստի ուսումնարանը ընդունվեցի օպերային բալետի թատրոնի մանկական բաժնում որպես հայկական ժողովրդական պարերի ուսուցիչ։ Նու փոքրուց իմ մեջ եղել այդ կազմակերպչական, անգամ ինչ-որ մի բան որ լինում էր բակում երեխաների հետ, ինչ-որ գլխավոր դերում ես էի, այդ հա, դե մամայից, տատիկից ավելի շատ փոխանցվել է։ Մի խոսքով ընդունվեցի կարճ տևեց։ Մի քանի ամիս աշխատելուց հետո մենք տեղափոխվեցինք արդեն Ամերիկա, Միացյալ Նահանգներ։ Եկավ այստեղ։ Այո, եկանք այստեղ արդեն մամայի հետ, նու պապանց տեղ էր, մենք եկանք միացանք պապային։ Եկաք այստեղ ամուսնացար ընտանիքով։ Այո, ամուսնացել եմ այստեղ, Կարենին հանդիպել եմ ծաղկի խանութում։ Ծաղկի խանութի մասին էլ խոսեմ, որտեղ ինձ համար շատ կարևոր է, շատ հիշարժան մի մարդու պետք է հիշենք այսօր։ Այո։ Ամուսնացանք, 2 երեխա ունեմ, ուրեմն աղջիկս 23 տարեկան է Լուիզան, Դանիելը 18, այո, ամուսինս որոշեց, որ պետքա Լուիզայի անունը դրվի Լուիզային։ Ինչքան է սիրում։ Շատ է սիրում։ Եղավ, ուրեմն ծաղիկի խանութ հետ ընդունեցիր աշխատելու, դա մեր Աննայինն էր, Աննա Flowers։ Այո։ Իմ ամենալավ ընկերուհին է եղել, ամենալավ ընկերուհիներից մեկը ստեղ Լոս Անջելեսում։ Այո, գիտեմ։ Իսկապես շատ լավ ընկերուհիներ, ընտանիքներ ունենք մենք, մտերիմ, բայց Աննայի հետ մի տեսակ առաջիններից էր մեկը, ինքը որտեղ հələ այդքան ընկերություն չունեի։ Ու սիրում էի ազատ ժամերին միշտ գալիս էի իր մոտ, Մելանի հետ գալիս էի, նստում էի։ Ես հիշում եմ։ Դու էլ սուրճ էի։ Ինչքան սուրճ էի դնում ձեզ այնտեղ։ Աննան իսկապես շատ լավն էր, բոլորը շատ սիրում էինք նրա հիշատակը միշտ կա մեր սրտերում, որովհետև շատ լավ մարդ էր, շատ կարգին մարդ։ Լավ, իսկ երեխաները էլ ձեր գծով գնում են, տատիկի, հորեղբոր, պապիկի։ Երեխաներս դե փոքրուց էլի տարբերակ չունեին, որ պետքա պարեին։ Գեների մեջ կա ուզեն, չուզեն։ Հա։ Պարեցին, ուրեմն 3-4 տարեկանից պարի են եկել, պարել են միջև, տղաս նոր
էլ չի ապարում, արդեն աշխատում է, սովորում է, աղջիկս նույնը երկրորդ կուրսում է։ Հիմա արդեն չէ, հիմա արդեն իրանք իրանց ընտրած ճանապարհներով են գնում, բայց օգնելը օգնում են։ Դե դու չասեցիր, որ քեզ շատ օգնեց իր խորհուրդներով, թե առաջարկով, թե մտահղացումներով, որ դու անցյալ բարեր, հենց Աննան էր, չէ՞։ Հիմա որ ես ասպարեզով գնացիր։ Այո, ուրեմն որ ընդունվեցի ծաղկի խանութ, դե 17 տարեկան աղջիկ, այնտեղ դիզայն ենք անում, Աննան սովորացրել է եւ այլն, մուզիկա է դրված, անընդհատ այդ մուզիկայի տակ ապարում եմ, երգում եմ, այս Աննան մեկն է նայում, երկու նայում, ասում է Լիլի ջան, ես որտեղից ու սենց ապարել գիտես, մեկը ես սկսեցի իրան ուրեմն պատմել, որ գիտես, ես ավարտել եմ պարարվեստի ուսումնարանը եւ այլն, մոլодец, անցավ այդ օրը, մյուս ուրեմն հաջորդ օրը գործի գնալուց վիդեոկասետներ կար, հիշում եք։ Վիդեոկասետը վերցրեցի մամայի, ուրեմն վերջի իր պրաշյալնի կոնցերտը որ կար, արեցին, այդ վիդեոկասետը վերցրեցի, գնացի Աննայի ծաղկի խանութ, վիդեո պլեյեր ուներ, դրեցի, ասի Աննա ջան, բերել եմ որ տեսնես մամաս ոնց է ապարում, ուրեմն սկսեց նայեց, հենց տեսա ընթացքում բերանես, բացվում է, մեկ է տեսնեմ լաց է լինում։ Լաց Աննա ջան, ինչ եղար, լաց է լինում։ Էս որ դուք սենց ապարել գիտեք, էս ինչ եք անում ստեղ, ասում է, քանիսն է ժամը, 5-ը չկար մի խոսքով, ասեց Փագի լույսերը անջատի գնում ենք ձեր տուն։ Նստի ավտոն գնում ենք ձեր տուն, գնացինք դուռը բացեցի, մամաս մի պահ վախեցավ, թե ինչ ա եղել այս երեխան, ինչի է իր Աննայի հետ գալիս։ Չէ, մամ ջան, ամեն ինչ նորմալ է, բա ես չգիտեի, որ դուք սենց բարի հետ կապ ունեք, այն էլ այս տիպի բարի պետականում պարած եւ այլն։ Ես ունեմ բարեկամ Տեր-Մանուկը Վան եկեղեցի, գնում ենք իր մոտ, ինքը զալը կտա, դուք կսկսեք։ Այս մաման ոչ աճ, ոչ տեղ նստեցինք, ավտոն գնացինք Վան եկեղեցի։ Այդտեղից սկսվեց մեր Պարի ստուդիայի կյանքը։ Բայց ինչու հենց անունը Նաիրի հետաքրքիր է։ Նաիրի ուրեմն Վան եկեղեցուց արդեն տեղը չէր հերիքում տարածքը, որոշեցինք մեծ ավելի տեղ գնացինք Նաիրի ուրեմն ռեստորան Հոլիվուդի վրայի Նաիրի ռեստորանը։ Հա, այնտեղ սկսեցինք դասավանդել, եկավ նոր տարվա օրը, կազմակերպել ենք, շատ գեղեցիկ բան ենք կազմակերպել, ուրեմն Նունեն Ավետիսյան։ Պետք է հայտարարի, որ եւ այլն, գրում ենք էլի նախորոք, մեկը ասեց, իսկ ձեր Պարի ստուդիայի անունը ի՞նչ է։ Մենք էլ ասենց ես նայում եմ մամային, մաման նայում է ինձ։ Մեկը Նունեն ասեց Նաիրի։ Այո, ասեցինք Նաիրի դրանց ծնվեց Նաիրի Պարի ստուդիան։ Լիլի ջան, հիմա մենք անցնենք գովազդի, որտեղ ժամանակն է, այնուհետև նորից կշարունակենք մեր զրույցը ու կխոսենք արդեն մանրամասն խմբի մասին։ Սիրելի բարեկամներ, գովազդ ARTN-ի եթերում, որից հետո կշարունակեմ իմ զրույցը մեր շատ սիրելի Լիլի Կարապետյանի հետ։ Լիլի ջան, գովազդ ARTN-ի եթերում։ Դեռ չգիտեք, թե ինչպես կարող եք դիտել սիրված սերիալները առաջինը և դիտել այն որակով ու ամենուր։ Ինչպես բաժանորդագրվել Armflix հայկական էքսկլյուզիվ կինոպլատֆորմին։ Հետևեք մի քանի պարզ քայլերի և ստացեք հասանելիություն առաջինը դիտելու Armflix-ի բազմաժանր հայկական կինոարտադրանքը։ Քայլ առաջին. մուտք եք գործում armflix.com։ Քայլ երկրորդ. սեղմում եք բաժանորդագրվել կոճակը։ Քայլ երրորդ. ընտրում եք ձեզ համար ցանկալի բաժանորդագրման տարբերակը։ Քայլ չորրորդ. լրացնում եք քարտի տվյալները և գնում եք առաջ։ Իդեպ Armflix-ը կարող եք դիտել ամենուր և անսահմանափակ, ներբեռնելով նաև հավելվածը հեռախոսի և անմիջապես հեռուստացույցի վրա։ Դրանով իսկ կանեք ամենալավ նվերը ձեր ծնողների և տարեցների համար, որոնք չեն սիրում դիտել սիրված սերիալները համակարգչով, իսկ հեռուստացույցով սեղմելով մեկ կոճակ նրանց հասանելի է դառնում ողջ կոնտենտը։ Երիտասարդները Armflix-ի iOS և Android հավելվածների միջոցով կարող են դիտել դրանք ամենուր։ Իդեպ, մեկ գրանցված բաժանորդագրությամբ կարող եք դիտել բոլոր սարքերով։ Ահա և վերջ, դուք ստացաք հնարավորություն դիտելու հայկական ամենանոր, բազմաժանր և էքսկլյուզիվ ֆիլմերն ու հեռուստասերիալները մեկ հարթակում։ Դե ինչ, բարի դիտում, Armflix, եղիր կոնտենտի թրենդի մեջ։ Սիրելի բարեկամներ, ավարտվեց մեր գովազդը, շարունակում եմ զրույցս Լիլի Կարապետյանի հետ, Նաիրի
Պարային ստուդիոյի գեղարվեստական ղեկավար։ Լիլի ջան, իսկ ապագա ինչ ծրագրեր ունեք խմբի հետ կապված։ Ապագա ուրեմն պատրաստվում ենք երեխաներին մեծերի խմբին տանել Palm Spring 2 օրով պետք է մասնակցեն միջոցառմանը Palm Spring-ում։ Դրանից հաջորդող մի քանի ամիս հետո ունենք մեծ շոու ծրագիր, ուրեմն պատրաստում ենք դրան նվիրված Տիկին Լուիզայի մամայի 50 տարվա աշխատանքային գործունեությանը, բավականին աշխատանք է տարվում, մեծ աշխատանք։ Դե պիտի աշխատանքը տարվի, որ բարձր մակարդակի հետ տանեց բանը։ Խստապահանջ աշխատանք։ Բարձր մակարդակով։ Լիլի ջան, լավ, այսպեսի հարց եմ ուզում քեզ տալ։ Այսքան մեծ, այդքան շատ պարային խմբեր կան Լոս Անջելեսում։ Ոնց եք այդ մրցակցությանը դիմանում։ Ու իրար հետ դուք մտերիմ եք, շփվում եք, ասում եք, տալիս եք, Այո, իհարկե։ Մենք բոլորս գոլեգաներ ենք, ամեն մեկս ունենք մեր ձեռագիրը, անում ենք մեծ աշխատանք հայն համայնքում։ Ես ողջունում եմ բոլորին, որտեվ գիտեմ ինչ դժվար, խստապահանջ եւ շատ ծանր կարելի ասել ծանր աշխատանք է մեր աշխատանքը, որ բոլորին ողջունում եմ։ Մենք այսօր հնարավորություն ունենք, ինձ թվում է մի փոքրիկ տեսանյութ ձեր համերգներից կամ ելույթներից որևէ մեկից։ Այո, մի փոքր փունջ հավաքել ենք ձեր համար։ Դե գնացինք։ Դե բոլոր խմբերն էլ Լիաննա ջան համարյա մասնակցում են, ասենք հայտնի երգիչների համերգներում իրենց բարով ավելի գեղեցկացնում, ավելի լցնում են այդ համերգը, այդ երեկոն, դուք էլ ձեզ հրավերներ լինում է։ Այո, լինում է, որ ասենք որևէ երգիչի հետ բեմում իր երգի ընթացքում մասնակցեք։ Այո, շատ է լինում, վերջինս եղել է Սիլվա Հակոբյանի հետ, լինում է, որ մերժում ենք ինչ-ինչ պատճառներով դե գիտեք ծնողները տանել բերել երեխաներին, լինում է նման բաներ, բայց այո, շատ է լինում եւ մասնակցությունը կա Նայիրի բարի ստուդիայի։
Լավ, բոլոր խմբերը համարյա Հայաստանում ելույթ ունեցել են, համարյա բոլորը, ով որ ես գիտեմ, դուք չեք նախապատրաստվում որևէ ելույթ։ Մենք էլ ենք ունեցել։ Մեկ Հայաստան ձեր արվեստը ցուցադրելու։ Ունեցել ենք 16 տարի առաջ Նայիրի բարի ստուդիան մեր շուկով համերգի Այսքան ինչ է, այսքան մեծ ժամանակ, այսքան մեծ ինտերվալ։ Ընտանիք, երեխա, Չէ, պետք է անպայման պետք է, որտեղ գիտես ընդ լավ գնահատողներ ունենք, առաջարկներ շատ կան, դեպի Լոնդոն ունենք, Հունաստան ունենք, Հայաստան էլ կա, բայց տեսնենք, ես սիրում եմ, երբ որ մի բանը կոնկրետ կա, խոսք տամ, եթե դեռ չկա, չեմ խոսք տալիս։ Լավ։ Լիլ ջան, հիմա նորից անցնենք գովազդի, որից հետո կշարունակենք մեր զրույցը։ Սիրելի բարեկամներ, գովազդը արդյունի եթերում, որից հետո շարունակում եմ զրույցս Լիլի Կարապետյանի հետ։ Գովազդը արդյունի եթերում։ Armflix Media հարթակը շարունակում է նոր նախագծերով իր հաղթարշավը, նաև ձմեռային եթերաշրջանում։ Դեկտեմբերի 1-ից ամեն երկուշաբթի եւ կիրակի Armflix-ում շարունակվում են սիրված եւ սպասված դասամիջոցի նոր սերիաները։ Երեքշաբթի եւ հինգշաբթի Armflix-ում մեկնարկում է Միացյալ Նահանգներում նկարահանված Նմանակները նոր հումորային սերիալը։ Կայսրության թևերը 2 նոր հեռուստասերիալը նկարահանված 3 մայրցամաքներում։ Դեկտեմբերի 1-ից կարող եք դիտել ամեն չորեքշաբթի միայն Armflix-ում։ Հինգշաբթի եւ ուրբաթ օրերին Armflix-ում շարունակվում է Vendetta հեռուստասերիալը։ Բարձր ռեյտինգներով, անհավանական զարգացումներով, լարված ու դրամատիկ սյուժեով։ Դեկտեմբերի 1-ից օրական մի քանի նոր կոնտենտ դիտում եք միայն Armflix հարթակում։ Սիրելի բարեկամներ, ավարտվեց մեր գովազդը, շարունակվեմ զրույցս Լիլի Կարապետյանի հետ։ Լիլ ջան, ես ուզում եմ անպայման խոսենք մայրիկիդ մասին, Լուիզայի մասին, որովհետև գիտեմ ինքը շատ մեծ լումա ունի հայ պարարվեստում, պարարվեստի մեջ, հատկապես այստեղ Լոս Անջելեսում։ Խոսենք Լուիզայի մասին։ Այո, ուրեմն Լուիզա Խաչատրյանը ծնվել է նորից արվեստագետի ընտանիքում, ուրեմն ավարտել է պարարվեստի, այսինքն նախքան սովորել է ուրեմն Ժաննա Խաչատրյան իր մամայի Տիկին Ժաննայի մոտ, հետո ընդունվել է պարարվեստի ուսումնարան, ավարտելով պարել է 22 տարի եւ ավել Պարի պետական անսամբլում, եղել ամենապարուհի, արդեն դրանից հետո տեղափոխվել ենք այստեղ իրար հետ խումբը։ Ինքը ավելի շուտ ինքը հիմնադրեց, հա, քո ձեր դպրոցը։ Այո, մենք հիմնադրեց Տիկին Լուիզան, մամաս, Լուիզա Խաչատրյանը։ Իրանդեցես դիմում Տիկին Լուիզա։ Գիտեք, արդեն սովորություն ա դարել բոլորի մոտ, անգամ ամուսինս, բոլոր Տիկին Լուիզ։ Արդեն Տիկին Ժաննա, Տիկին Լուիզ սովորություն է արդեն, այո, մամաս։ Այդ Նայիրիում իրար հետ սկսեցիք։ Այո, իրար հետ սկսել ենք, մի հատ հետարքիր բան պատմում եք սկսել։ Իրական պատմություններ եմ ես ուզում պատմեմ, եթե դրանց հետ կապված կա, ես սիրով։ Հա, ուրեմն առաջի օրն է բացվել է խումբը, երեխաները կանգնած են, մեկ է մաման ասեց, «Տակ, ինչից ենք սկսում», ասեց հայցի։ Դու մի հատ ենկոմ կանգնի։ Ամեն անգամ հիշում եմ, ասում եմ Լիլ հիշում ես։ Դու իրական պատմություններ պատմես մեզ, ցանկալի է որ զվարճալի լինեն։ Դու անեկդոտ անպայման չէ, դել ենք որոշել։ Ձեր հետ մի քիչ դժվար կլինի, բայց կփորձեմ։ Փորձի։ Ուրեմն սենց մի պատմություն, մի կին զանգեց, բարև ձեզ, թորնիկիս ուզում եմ բարի բերեմ, սիրով համեցեք ժամ, որ պայմանավորվեցին, եկան, աղջկա հետ եկավ եւ թորնիկը շատ փոքր չէր տարիքով, ասեց կլինի նստենք նայեք, սիրով, առաջ օրնա նստեք, համեցեք նայեք։ Նայեց շատ ժպիտը դեմքին, մենք մեր application-ը տվեք, մենք մյուս դասին անպայման կգանք, մյուս դասին մեկ օր հետո նորից եկան, նորից ա ուզում, կարամ նստեմ մի հատ էլ նայեմ, նստեք, հա, և ընթացքում դե աչքիցս չի վրիպում, զգում եմ, որ սենց են, որ ասում են տնդղում ա, նայում ա, հա, վերջում ասի, հավանեցիք, ու սենց զգացի էդ կինը իր հեռասու մեջ արագ ինչ-որ բան ա մանգալի, որ ինձ ցույց տա, հա, ասում ա գիտես, ես շատ լավ տղա ունեմ, սիրուն, շատ ընտիր տղա ունեմ, ու այդ նկարը սենց բացելն ու իմ խոսալը ինքը ինձ ասել, ես քեզ շատ եմ հավանել, պիտի հարս տանեմ։ Չհասցրեցի ասեմ, որ
ես ունեմ ամուսին եւ 2 երեխա եւ ասեմ ավելին, նկարի մեջինը ամուսնուս ընկերներից մեկն էր։ Վայ քեզ։ Եվ ամեն անգամ, ինչքան իրար տեսնում ենք, մենք ծիծաղում ենք, հիշում ենք դա։ Դա մի պատմություն։ Ուրեմն մյուսը համերգի օրն է, մի հատ փոքրիկ բալիկ ունեմ, լացումա, մենակ իմ գիրկն է, պատկասեք համերգի օր, այդ երեխուն գրկիցս չեմ կարողam դնես կոնքիս վրա, ոտքս չեմ զգում, ձեռս չեմ զգում, մի խայտարակ վիճակ է, լացումա, պարումա, գալիս է ասենց վրաս։ Ուրեմն մի պահ դե պետքա փոխվես, որ բեմ դուրս գաս վերջում։ Փոխվեցի նորից ինքը եկավ սենց գիրկս, հիմա ֆինալն է, լարված բոլորին պետքա շարել, որ բեմ դուրս գան եւ այլն, իրան համոզում եմ, չի համոզվում, որ դուրս գա բեմ։ Տենց ասի լավ, թող մնա, վերջում սենց կտամ, դուրս կգամ, հայտարարեցին Լիլի Կարապետյան, արդեն ես իմ տարերքի մեջ ընկած, այդ երեխու հետ միասին ես գնում եմ դեպի բեմ։ Այ քեզ։ Տիկին Լուիզան ոնց հետևիցս կբռնի, շորիցս հետ կքաշի, դաժե այդ մոնտաժ են կարել այդ մասը, որ ես չգիտես ինչ sense եկա առաջ ու հետ ինչ որ մի բան քաշեց, այդ երեխեն գիրկս։ Այդ երկրորդ պատմությունը, ուրեմն մի հատ էլ sense պատմություն ունենք։ Էլի նոր հաճախորդ է եկել իր բալիկի հետ նստած են, ամենափոքրերի դասն է, դաս ենք անցկացնում, եկել էս երեխան տակ արեց։ Նայում եմ Լիլի, տակից դուրս արի, մի բան պիտի անեմ, մեկ է սենց հարեցի, վայ, ասեցի, անցրիվ ա գալիս, մեկ է սկինը սենց հարեց, վայ, ավտոսն օրեի լված է և դու սա արև, գիտեք, ինքն էլ չհասկացավ ինչ կատարվեց, հետո ինձ ասում լս ինչ լավ տակից դուրս եկար։ Լիլիս, կա անեկդոտ կարող ես պատմել։ Անեկդոտ պատմեմ, բայց սենց, երևի դուք շարունակեք, ձեզանից եմ լսել այդ անեկդոտը։ Ինչ անեկդոտ է, որ դուք պատմես ես շարունակեք։ Ուրեմն Զոնքաջին դատում են դատարանում։ Տուն տեղ ընտանիք հարս, փեսա սաղ եկել են նստել են դատարանում, դատավորն ասում է, դե ասում է 2 հատ դեղց ես գողացել, ամեն մի դեղցի համար պիտի մի ամիս նստես։ Շարունակեք։ Ուրեմն տենց, ահա, ես ուղղակի մի քիչ այնպես բանով եմ պատմում, դա իմ անեկդոտներից է, ուրեմն ասում եմ գողացել է, դա արդեն զոքանչը գողություն անելը արդեն ծիծաղել է, հիմա դատավորներն են ժպիտը դեմքի նախար, ինչ ասի ես կնոջ, ինքն էլ զոքանչ ունի, մասից ասում, զոքանչ մայրիկ, ձեր ժպտալը, այդ ինչ գողություն ես արել, ասում եմ, բալա ջան, այդքան մի մեծ բան չի, սուպերմարկետից մի բան կա, կամպոտ եմ գողացել, դեղցի կամպոտ, էդ է, ասում եմ, դե ուրեմն նայի մայրիկ ջան, ամեն դեղցի համար մի օր պետք է նստես, եկել փեսան չամպերում, դալիճից գորում ասում, սուտ է ասում, ախպեր ջան, մի բան կա էլ կարող է գողացել։ Իմ սիրած անեկդոտներից է խեղճ զոքանչներ, տես ինչ ասես, որ չեմ բերում իրանց կարգ։ Բայց Կարենը սիրում է հայր զոքանչին ասեմ։ Ես էլ իմ զոքանչին եմ սիրում, նախ հենց նրա համար, որ ինձ տենց աղջիկ է տենց կին ա տվել ինձ, ու չսիրես այդ մարդուն։ Լավ, ոնց որ ավարտվեց մեր զրույցը, տես ինչ արագ ա թռնում, չես ասեցի, ասել ինչ պիտի խոսամ, տես որ խոսում էիր։ Էջան, նույն ես քեզ ցանկանամ շատ հաջողություններ, անպայման մենահամերգ Հայաստանում ու շատ մենահամերգներ, դուք պետք է ունենաք մի մարդ, որը զբաղվի այդ գործերով, կազմակերպի, զանգի, խոսա, պայմանավորվի, տենց է գործարվում։ Ես ցանկանում եմ մեծ հաջողություններ քո խմբին, ինչքան բարի խումբ կա, բոլորի իմ ընկերներն են, բոլորի իմ մտերիմներն են, բոլորին էլ սիրում եմ, բոլորի էլ հետ եմ, իրանց հետ եմ։ Մի խոսքով, լավ է, որ ազգանվեր, հայանվեր գործ են անում։ Հիմա ես Քենեթ Վիլիչ ծաղկի սրահի մասին երևի լսել ես, հրաշալի ծաղիկներ են պատրաստում եւ ես ուզում եմ նրանց կողմից պատրաստված մի գեղեցիկ համեստ ծաղկեփունչ հանձնեմ քեզ ու ցանկանամ քեզ երկար հաջողություններ։ Վայ, անչափ շնորհակալ եմ։ Ասեմ։ Շնորհակալություն։ Ասեմ։ Ինչպիսի գեղեցկություն։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ շատ։ Հաջողություն։ Տեսուր։ Տեսա։ Դե սիրելի բարեկամներ, ավարտվեց եւս մեկ հաղորդում, իմ հյուրներ Պարուսույց, Նայիրի Բարային ստուդիոյի գեղարվեստական ղեկավար Լիլի Կարապետյանը, այժմ ասեմ մեր հաղորդման եզրափակիչ խոսքերին։ Սիրելի բարեկամներ, քնեք խաղաղությամբ, արթնացեք ուրախությամբ։ Այսքանը սիրելի բարեկամներ, միշտ օր հանդիպում, բարի գիշեր։
Հարևան ջան, մի տեսակ ես, ի՞նչ ա պատահել։ Այ Լիլի ջան, ես մի հայկական խոսք կա, չէ՞, ասում եմ, մորը տես, աղջկան հավանի, չէ՞, տենց խոսք կա։ Այ ցավը տանեմ, ես չեմ հասկանում, էս իմ տղեն է դու մորն ա տեսել։